Նիկոլ Փաշինյանին, պարոն վարչապետ, դուք մենք հայտարարել ենք եւ վերջին շրջանում հաճախ ենք այդ մասին խոսում, որ եթե պատահի այնպես, որ հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի եւ աղետաբեր պատերազմի, եւ ես ընդդիմության ու լրատվական դաշտի արձագանքները նայելով իրենք փորձում են սա նկարագրել այնպես, որ մենք սպառնում ենք Հայաստանի ժողովրդին, ես դրա համար կարևորում եմ այս խոսակցությունը ու կարևորում եմ, որ մեր ժողովուրդը հանկարծ չմտածի, որ մենք այս հայտարարությունը անում ենք նախընտրական տրամաբանության մեջ, որովհետև մենք ընդհանրապես իրար կապում ենք փաստերը։ Եվ մինչև հարցս տալը ես ուզում եմ մեկ փաստ մեջ բերեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը բոլորովին վերջերս իր հարցազրույցներից մեկում ուղիղ հայտարարել է հետևյալը, դա հրապարակային է, ասել է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Իհարկե ինքը չի կարողացել ամբողջը տարածքը ճշգրիտ ասել, որովհետև ինքը ուժեղ չի նաև այս հարցում, բայց այնուամենայնիվ Ռոբերտ Քոչյանի հայտարարությունը ըստ էության իրեն դարձնում է պատերազմի հրձիկ, ուղիղ, որովհետև սա փաստացի քանդում է խաղաղության ամբողջ ճարտարապետությունը, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը խաղաղության հռչակագիրը, սահմանազատման կանոնակարգը հիմնված են մի շատ ֆունդամենտալ փաստի վրա, Ալմա-Աթայի հռչակագրի եւ պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ Ու Ռոբերտ Քոչյանը նաեւ դրանով չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ իմ կարծիքով միայն այս փաստը բավարար է, որպեսզի մեր հանրության համար հասկանալի լինի, որ Ռոբերտ Քոչյանը եւ ընդդիմությունը ըստ էության նպատակ են դրել պատերազմի իր բոլոր աղետալի հետևանքներով։ Ես ուզում եմ, որ դուք արձագանքեք այս խոսույթին եւ այս խոսակցությունը նաեւ մեր հանրությանը հասնի։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն Փաշինյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան, նախ թույլ տվեք անդրադառնալ ձեր հարցի առաջին նախադասություններին, որտեղ դուք ասիք, եթե այնպես պատահի, թույլ տվեք իմ վստահությունը արտահայտել, որ այդպես չի պատահի, եւ սա ինչու եմ այսպես ասում, նախ ոչ միայն վերջին մի ամսվա ընթացքում ժողովրդի հետ մեր ունեցած շփումները եւ տեսնելով ժողովրդի տրամադրությունները, քաղաքացիների տրամադրությունները եւ խոսույթը, երկրորդը բացի դրանից գիտեք ինչ, ի վերջո կամ պատմական ցիկլեր եւ այն ինչ որ դուք նկարագրում եք կամ ինչ որ ասում եք կամ ընդդիմությունն է ասում պատմականորեն անհնար է եւ անտրամաբանական է, որովհետեւ դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգին։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Եվ մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիները եւ պատմությունը հասցնենք տրամաբանական եւ շատ կարեւոր է ոչ թե ֆատալիստական, այլ ինչ որ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո խաղաղ հանգրվանին։ Իսկ երկրորդը տեսեք, դուք արդեն մասամբ հարցին պատասխանեցիք, չնայած մասամբ չէր, ամբողջական պատասխանեցիք։ Որտեղից է այդ համոզվածությունը։ Բոլոր այսօր ընդդիմադիր ըստ էության ճակատով հանդես եկող ձեր նշած ուժերը բոլորը հանդես են գալիս խաղաղության
վերանայման տրամաբանությամբ։ Խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Այսինքն բոլորը այդ ուժերը ում եք ասում կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհին։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմը այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրանք բանի դռների փեղկերը լայնորեն բացում են։ Ես էլ եմ վստահ, պարոն վարչապետ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տալու դեպքերի նման զարգացումը եւ մի շատ կարեւոր ու ակնհայտ պատճառով, որովհետեւ մարդկանց համար, այդ թվում նաեւ մեր քաղաքացիների հետ մեր վերջին շրջանի շփումների արդյունքում եմ սա ասում, մարդկանց համար ակնհայտ է, որ այս ուժերը այդ ապագա պատերազմը սանձազերծելու են իրենց քաղաքացիների զավակների կյանքի գնի հաշվին, ոչ թե իրենց սեփական զավակների, որտեղ նրանցից շատերը կամ Հայաստանի քաղաքացի չեն, կամ գնացել ծնվել են ուրիշ երկրներում, որ Հայաստանում զինապարտ չդառնան։ Մի խոսքով Հայաստանի ժողովրդի արյան վրա խաղադրույք անելով, այս ուժերը փորձում են Հայաստանը մտցնել պատերազմի նոր շրջափուլի մեջ եւ այսպես բնականաբար միանշանակ համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը դա թույլ չի տալու։ Շնորհակալություն։ Բայց մի բան էլ ասեմ, երկու падգամավոր կա այնտեղ, որ անդադ շատ ակտիվ հարցեր են տալիս, տվին հարցեր, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Ռոբերտ Քոչարյանին են բռնել, Ռոբերտ Քոչարյանին են հարցեր տալիս։ Հասկանում եք, բա եթե տենց երկիրը այդ վիճակում այս դատարկությունը ինչի մասին է։ Ընդ որում Քոչարյանին հարցեր են տալիս, գոնե հետո մոնտաժ են անում, գոնե մոնտաժ են անում, նոր են տեղադրում, բայց այդ չգիտեմ ժամային մոնտաժների արդյունքում մեկը բանը էլի խոսացածի մի շատ զգալի մասը տենց ժամանակը սպառվեց, թե չկասեի թե ինչա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Ջուլիետա Ազարյան։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ վարչապետին։ Պարոն վարչապետ, այն կրծքազարդը, որը կրում եք վերջերս ձեր պաշտոնական հագուստին եւ ոչ միայն, երբեմն տեսնում ենք ուղիղ եթերների ընթացքում ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, երբ բավականին մեծ հետաքրքրություն կա եւ ցանկություն կա այն ունենալու, ստանալու եւ անձամբ ձեզանից ձեռք բերելու քարտեզը, կրծքազարդը եւ լինում են նաեւ դեպքեր, երբ մերժում են քաղաքացիները ստանալ, ասելով, որ այլ ընկալումներ ունեն քարտեզի վերաբերյալ եւ երբ մերժվում է այդ ամենը, այլ ընկալումների անվան տակ, արդեն խոսքը ոչ միայն անհատական կարծիքի, այլ ընդհանուր առմամբ հանրային լայն ընկալումների մասին է։ Խոսքը ես ցանկանում եմ, որ խոսենք այս մասին, խոսեք դուք այս մասին, ձեր ընկալումների եւ փորձենք ընկալումների մեջ մեր քաղաքացիների եւ մաքսիմալ լայն շերտերի ընկալումների մեջ դրական իմաստով փորձենք ցույց տալ, թե որն է ճիշտ ընկալումը այն կրծքազարդի, որը կրում ենք մենք վերջին ընթացքում, վերջին օրերին։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Համեցեք, պարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ, Տիկին Ազարյան։ Նախ վերջին ամսվա վերջին ինչքան եղել է, ինչքան առաջարկել են քաղաքացիներին, երևի
հազարավոր օրինակ առաջարկել ենք, ես գոնե հիշում եմ 3-4 կամ 5 դեպք, երբ որ մարդը ասել է, չէ, չեմ ուզում։ Այսինքն 1000 եւ 3-4-5։ Սա առաջինը։ Երկրորդը ուզում եմ մենք հիշենք այս պատմությունը, ինչից է սկսել։ Այս պատմությունը սկսել է ստեղ էր, նոր տեսա ստեղ էր։ Անկեղծ եմ ասում, նոր եմ ստուգի, հա։ Այս պատմությունը սկսել է ստեղից։ Այսինքն ես հիշում եք, ինչից է եղել այս պատմությունը։ Եվ այս պատմությունը նրա մասին էր, եւ ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք, եւ մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Եվ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Երբ որ մենք ինքներս շղթել ենք ուղակի կամ անուղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի, անուղակի ենք ասել։ Եվ էդ է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, եւ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է։ Եվ գաղտնիք չկա, Հայաստանում կան ուժեր, ովքեր շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չի։ Մենք ասում ենք, որ ոչ, պետությունը ամենակարևորն է։ Շնորհակալություն, օգտվելով արձագանքի հնարավորությունից երկրորդ հարցը ուղեմ, պարոն վարչապետ, երբ բոլորովին վերջերս առաջին անգամ ասացիք հրապարակային, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեջ տալու դեպքում եւ ըստեյության իշխանություն չձևավորելու դեպքում դա կենթադրի ռիսկեր, վտանգներ, անկայունություն, ինչու՞ չէ նաեւ պատերազմի վտանգ, տարբեր շրջանակներ սա ձևակերպում են որպես ուլտիմատում, որպես շանտաժ, քաղաքական շանտաժ եւ երևի արժե այս համատեքստում նաեւ մեր քաղաքացիների հետ խոսել մեկ այլ դիտանկյունից, ինչ կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինչ կշահի։ Մենք խոսում ենք մի կողմից ինչ կլինի, եթե չընտրվենք մենք, լավ կլինի խոսենք նաև դրանից, թե ինչ կլինի, եթե մենք ընտրվենք, ինչ դրական պտուղներ կքաղի եւ ինչ մասշտաբի պտուղներ կքաղի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին շատ մեծ մեղադրանքներ կար ինձ, որ ես հրապարակային վտանգների մասին չեմ զգուշացրել հանրությանը, շատ մեծ մեղադրանքներ կար։ Այս մեկ, ես այդ մեղադրանքից եւ սխալից արել եմ հետևություններ։ Երկրորդը, մենք ասում ենք շատ պարզ բան, այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետեւյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, ով հստակ ասում է, որ Ղարաբաղյան շարժումը, այսինքն ոչ թե հստակ ասում է, մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։
Եվ ժողովուրդը հետ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղությունն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, ժողովուրդ ջան, շատ պարզ ընտրություն է։ Եվ մենք պետք է դուրս գանք այդ բանից, մենք պետք է մարդկանց հետ խոսանք։ Էլի նույն անկախության հռչակագրի հետ կապված խնդիրը։ Անկախության հռչակագիրը էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, որովհետեւ եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սա առաջինը մի բան, դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը եւ ում օգնության պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Եվ ես էլի ասում եմ, մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Բայց էլի եմ ասում, եթե մենք չենք առերեսվելու, եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը, չի փոխվելու։ Այսօր էլ նոր բան ենք գցել բերանները, բանը երաշխավոր, ես էլի ասում եմ, մենք երաշխավոր արդեն ունեցել ենք, ընդ որում էլի եկեք գնանք 1850-ականներ Սան Ստեֆանոյի պայմանագիր, այն ժամանակվա երաշխավորներով, էլի գերտերություններով, Հայաստանի բանի ինչ էր, բարենորոգում, չգիտեմ, բարենորոգումների ծրագիր, կետերով, դրանից հետո Բերլինի կոնֆերանս 16-ը դարավ 61, թե 61-ը դարավ 16, մենք չենք հասկանում, որ մեր հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունները այնա, պատճառն այնա, որ մենք թույլ ենք տվել անդադ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, դրանունը դնելով երաշխավոր, չգիտեմ ինչ, եւ իմիջայլոց, որ մի հատ էլ հարց տակ, գիրքը մոտս այդ մասը բան եմ արել, ես մարկերով նշել եմ, ես մեջբերումներ կանեմ, եթե իհարկե չեմ մոռացել գիրքս։ Հա, խնդրում եմ հարց տվեք, ես մեջբերումներ կանեմ այդ գրքից։ Ես գնամ պատրաստում եմ, դուք էլ հարցը պատրաստեք։ Շնորհակալություն Լիլիթ Մինասյան։ Շնորհակալություն, հարցը ուղղում եմ արտաքին գործերի նախարարին եւ հենց այս կարևոր թեման եմ ուզում շարունակել, բայց մինչ այդ առաջարկում եմ լսենք մի փոքր ձայնագրություն։